Սամսոնը երբևէ ապրած ամենահզոր տղամարդն էր, նա պատառոտում էր առյուծներին իր մերկ ձեռքերով, նա կոտորեց 1000 տղամարդ էշի ծնոտով, ոչ մի բանակ չէր կարողանում ջախջախել նրան, ոչ մի զենք չէր կարողանում տապալել նրան։ Բացի մի կնոջից, եղբայրներ, թշնամին միշտ չէ, որ զորությամբ է գալու ձեզ վրա, երբեմն նա կին կուղարկի։ Տերը արդեն իսկ մանրամասն նկարագրել է նրան իր խոսքում, եւ ահա 7 կանայք, որոնց մասին Աստվածաշունչը զգուշացնում է ձեզ։ Առաջինը օտարոտի ու հրապուրող կինն է, նրա շրթունքներից խորիսխ մեղր է կաթում, սակայն նրա վախճանը դառն է ինչպես օշինդրը եւ սուր է որպես երկսայրի սուր։ Առակաց գրքում 3 գլուխ կա այն մասին, թե որքան խիստ է Աստված վերաբերվում այս կնոջը նրան, ով օտարացնում ու հրապուրում է։ Երկրորդը կռվարար ու խռովարար կինն է։ Եվ Սողոմոնն ասում է, որ ավելի լավ է բնակվել տանիքի մի անկյունում կամ անապատում, քան թե կռվարար կնոջ հետ ընդարձակ տան մեջ։ Ամեն օր նրա հետ ապրելը նման է անձրևոտ օրվա անդադար կաթոցի։ Երրորդը Հեզաբելն է։ Եվ սա ուղղակի խստաբարո բնավորություն ունեցող կին չէ, սա վերահսկող ու իշխանատենչ ոգի է, նրան հնարավոր չէ առաջնորդել։ Նա մանիպուլյացիա է անում սիրո քողի տակ։ Նա հեռացնում ու մեկուսացնում է ձեզ ձեր հոգևոր հովանուց, ձեր Աստծուց եւ ձեր մտերիմ ընկերներից։ Փախեք նրանից։ Չորրորդը ակնհայտ է, սակայն մենք պետք է հիշատակենք դա, նա անհավատ կինն է։ Դուք արդեն գիտեք սրա մասին, եւ հավանաբար չեք ցանկանում վերստին լսել դա։ Բայց սա կարող է լինել այնպիսի անձնավորություն, ով ոչ միայն չի ճանաչում ձեր Աստծուն, այլև չի սիրում ձեր Աստծուն։ Անուամենայնիվ նրան կարող է հաճելի լինել ձեր օծությունը, նրան կարող է դուր գալ ձեր տաղանդը, բայց նա չի սիրում ձեր Աստծուն։ Հինգերորդ կինը, եւ սրա մասին Պողոսը զգուշացնում է Տիմոթեոսին, նա է, ով դատարկապորտ է ու շատախոս։ Նա չունի աստվածային նպատակ, չունի տեսիլք, չունի հոգևոր կարգապահություն։ Եվ նա հանկարծ չի դառնա օգնական ու կառուցող ձեզ համար, երբ ամուսնանա ձեզ հետ, եթե իր ողջ կյանքում սովոր է եղել ուղղակի դատարկ ու բեհեշտ ապրելուն։ Վեցերորդ կինը նա է, ով գործածում է իր արցունքները որպես նենգ զենք։ Տեսեք Դալիլան զորությամբ չսպառնաց Սամսոնին։ Նա ամեն օր նեղում էր նրան իր լացով ու կասկածի տակ դնում նրա սերը, մինչև որ այդ ճնշող ու հոգնեցնող ուժը հաղթեց նրա հոգուն մինչև իսկ մահ։ Եվ 7-րդը երկմիտ ու երկդիմի կինն է։ Եվ սա առավել վտանգավոր տեսակ է, որովհետև նա անվանապես փրկված է, բայց նրա սիրտը բաժանված է աշխարհի եւ Աստուծո միջև։ Նա երկրպագում է Աստծուն կիրակի օրը, բայց նրա արարքները բոլորովին այլ բան են վկայում երկուշաբթիից մինչև շաբաթ օրերին։ Այնպես որ այս խոսքերը թույլտվություն չեն հարձակվելու կանանց վրա կամ նրանց հանդեպ անարգալից լինելու։ Յուրաքանչյուր կին, ում ես նկարագրեցի, մեկն է, ում համար Քրիստոսը մահացավ, նա ինչ-որ մեկի դուստրն է եւ Աստված սիրում է նրան ու հավանաբար այժմ աշխատում է նրա սրտի վրա։ Այնպես որ պետք է ունենալ հստակ զանազանություն, որ մեծ տարբերություն կա վերքեր ունեցող կնոջ եւ այն կնոջ միջև, ով ունի զենքեր եւ զինում է իր վերքերը ուրիշներին հարվածելու համար։ Եվ այսպես որպես տղամարդ դուք պետք է լեցուն լինեք Սուրբ Հոգով, որովհետև քաղցած հոգին ամեն դառնություն անուշ կհամարի։ Այնպես որ երբ դուք լի եք աստվածային նպատակով, լի եք Աստուծո խոսքով, լի եք Տիրոջ ներկայությամբ եւ նրա հոգով, դուք կունենաք հոգևոր զանազանություն ձեր կյանքի համար Աստծուց վախեցող կողակից ընտրելու հարցում։ Մեկնաբանություններում գրեք, թե որ կետը ձեր սրտին ամենաշատը դիպավ։ Կիսվեք սրանով մի եղբոր հետ, ով ունի այս պատգամը լսելու կարիք։